Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է մինչև 2030-ը պաշտպանության և ազգային անվտանգության բյուջեի ծախսերը կրճատել մինչև 4,7 միլիարդ դոլար։ Երկրի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված միջնաժամկետ բյուջեի նախագծի համաձայն այս ուղղությամբ ծախսերը 2026-ին կկազմեն 5,1 միլիարդ դոլար։ Այսպիսով Ադրբեջանի իշխանությունները 2026-2029 թվականների ընթացքում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կկրճատեն 8,6%-ով։ ԱՄՆ-ն հասկանում է, որ Կիևի ռեժիմին հեռահար Տոմահավք հրթիռների մատակարարումը կնշանակի Ռուսաստանի հետ հարաբերությունների շատ վտանգավոր սրացում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Մենք ենթադրում ենք, որ այնտեղ կան խելացի մարդիկ, ովքեր ամեն ինչ հիանալի հասկանում են, քանի որ դա իրավիճակը կտեղափոխի բոլորովին այլ հարթություն։ Բացի Բայդենի պատերազմը Թրամփի պատերազմի վերածելուց, սա նաև կնշանակի ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների շատ վտանգավոր սրացում։ Կոմերսանտին ասել է Լավրովը։ Իսրայելի պաշտպանության նախարարը հանձնարարել է պաշտպանության բանակին մշակել Համասի լիակատար ջախջախման ծրագիր, եթե խմբավորումը հրաժարվի կատարել Թրամփի ծրագիրը։ Եթե Համասը հրաժարվի կատարել համաձայնագիրը, Իսրայելը ԱՄՆ-ի հետ համակարգված կվերսկսի ռազմական գործողությունները և կձգտի Համասի լիակատար ջախջախմանը, Գազայի հատվածում իրավիճակի փոփոխությանը, բոլոր պատերազմական նպատակներին հասնելու։ Ֆրանսիայի վարչապետ Լկորնյուն պահպանել է իր պաշտոնը այսօր խորհրդարանում անվստահության երկու քվեարկությունից հետո, որոնցից մեկը ներկայացրել էին ծայրահեղ ձախերը, մյուսը ծայրահեղ աջերը։